Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն որոշված է։ Այսօր հայտարարեց մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Թեկնածուի անունը սակայն գործարարի եղբոր որդին չհայտնեց, առաջարկեց սպասել հաջորդ ամսվա կեսին նախատեսված կուսակցության համագումարին։ Կարապետյանների առաջնորդած մեր ձևով շարժման անդամներն արդեն կուսակցությունը գրանցել են։ Այն կոչվում է Ուժեղ Հայաստան։ Տեխնացուն ճիշտ որ ասեմ երկար ժամանակ է որոշված, ուղղակի մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին։ Մինչ օրս որպես հնարավոր թեկնածու մամուլում շրջանառվել է միայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, բայց հանրապետական կուսակցության օրոք կառավարությունը ղեկավարած Կարապետյանը որևէ կերպ այդ լուրերին չի արձագանքել։ Նարեկ Կարապետյանն ասաց, վարչապետի թեկնածուին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները կտրվեն փետրվարի 12-ին։ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո կալանավորված Տաշիր ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը չի կարող թեկնածու լինել, երկքաղաքացի է։ Նրա թիմակիցները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրողներին խոստումներ էին տալիս հենց Կարապետյանի անունից։ Լրագրողներն այսօր փորձում էին հասկանալ, արդյոք սա չի նշանակում, որ ընտրություններում հաղթելու դեպքում փաստացի Սամվել Կարապետյանն է ղեկավարելու երկիրը։ Ամենայն հավանականությամբ փետրվարի 12-ին կիմանաք պատասխանը։ Նարեկ Կարապետյանն այսօր շատ փակագծեր չբացեց նաև նախընտրական եւ հետընտրական փուլերում հնարավոր համագործակցություններից։ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարած ուժերից Լուսավոր Հայաստանը, Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը կարծում են, իշխանությանը հեռացնելու համար պետք է մեծ բևեռներ ձևավորել։ Ինչ դիրքորոշում ունի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը։ Արդյոք նախընտրական փուլում այլ ուժերի հետ կհամախմբվեն։ Նարեկ Կարապետյանը առանց մանրամասների նշեց, քննարկումներ որոշ ուժերի հետ կան, բայց վերջնական որոշումներ դեռ ոչ։ Ընդդիմադիր այն ուժերն էլ, որոնք կարծում են չեն հաղթահարի անցողիկ շեմը, ըստ Կարապետյանի չպետք է մասնակցեն ընտրություններին, թույլ չտալով ընդդիմադիր ձայների փոշիացում։ Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի իմ կարծիքով պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա, քանի որ դրանով մենք ակամայից այդ ուժերը կաջակցեն այսօրվա իշխանության վերարտադրությանը, որովհետև իշխանության փոփոխությունը ընտրական process-ով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու ամենայն հավանականությամբ եւ ընդդիմության կորցրած 3%-ը, 4%-ը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Իշխանափոխության հարցում որևէ ուժ միայնակ չի կարող հասնել հաղթանակի։ Այսօր դարձյալ հայտարարել են Դաշնակցությունից։ Պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ քաղաքացիական պայմանագրին հեռացնելու համար ընդդիմադիրները մի քանի խոշոր բևեռներ պետք է ձևավորեն եւ ունենան մեկ հստակ օրակարգ։ Եվ ընդդիմության հիմնական խնդիրը пассив ընտրազանգվածին ակտիվացնելն է։ Իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել։ Դա պետք է կատարի մի քանի ուժ, որ ժողովուրդը այն пассив ովքեր որ այսօր դժգոհ են իշխանություններից, իսկ դժգոհությունը շատ մեծ է այս իշխանություններից։ Ընդդիմության գործը դա գեներացնելն է, իրականություն դարձնելն է։ Եվ այդ դժգոհ ընտրազանգվածը ընտրելու հնարավորություն պետք է ունենա։ Եթե մեզ չի ուզում, թող գնանտրի մեկ այլ ընդդիմադիր ուժի։ Եվ մինչ ընդդիմադիր դաշտում Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին հեռացնելու մարտավարություն են մշակում, ազգային ժողովի նախագահը 3 հայտարարում էր։ 2026-ի խորհրդարանական ընտրություններին հավակնում են ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Դա իմ ընկալմամբ 50 ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ենք ունենալու ձայն, ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54%-ը, որը ունեցան 21 թվականին։ 2026-ի ընտրություններին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել։ Իշխող քաղաքացիական պայմանագիրն արդեն հայտարարել է, միայնակ են մասնակցելու։